Ողջույն, հարգելի հայրենակիցներ, 2026 թվականի առաջին հաղորդումն է։ Շնորհավոր բոլորի նոր տարին։ Ես վստահ եմ, որ մենք հասցրել ենք վերանայել, ժամանակ ենք ունեցել, առնվազն գոնե 1 օր վերանայել ամեն ինչ որ իրականացավ 25 թվականին, ծանր թեթևանել եւ որոշել ինքներս մեր համար, թե ինչ ենք անելու 26-ին։ Դժվար էր 25 թվականը, չի նշանակում, որ 26 ավելի հեշտ է լինելու, բայց երբ որ դու պատրաստ ես բոլոր մարտահրավերներին, առնվազն գոնե բարոյապես, ամեն ինչ հաղթահարելի է լինել։ Իսկ ես չեմ ուզում մենք ընդհանրապես հաղթահարելու մասին մտածենք, ես ուզում եմ, որ մենք այս տարի վերջակետ դնենք բոլոր այն խնդիրներին, որոնք անհանգստացնում են մեզ որպես պետություն, որպես ժողովուրդ, ի վերջո այդ շանսը ունենք մենք 26 թվականին, ու մենք պետք է օգտագործենք, կամ կօգտագործեն այն մեր դեմ, ու դա երևի կդառնա մեր պետականության վերջի տարին։ Ընտրությունը մեծ չի, ես նախընտրում եմ, որ ես դնեմ վերջակետը բոլոր նրանց, բոլոր այն ուժերին, ովքեր կասկածի տակ են դնում իմ, ձեր, մեր պետականության եւ ազգի գոյությունը։ Եվ այսպես լսենք մեր ռահվիրաններին։ Արհեստական բանականությունը այսօր մեզ հնարավորություն է տալիս ուղիղ խոսք լսել մեր մեծերից։ Թող գալիք տարին լինի հայոց ոգու եւ աննկուն կամքի հաղթանակի տարի։ Թող նոր տարում հայը մի բռունցք դառնա եւ իր զենքով ու պատվով տեր կանգնի հայրենի հողին։ Թող այս նոր տարին լինի այն արշալույսը, որը կփարատի խավարն ու ազատության շունչ կբերի հայոց աշխարհին։ Թող գալիք տարին լինի լուսե անուրջների տարի եւ մեր հոգիներից ցրի թախիցն ու մշուշը։ Թող այս նոր տարին խաղաղություն բերի մեր աշխարհին եւ հայ սիրտը ջերմանա հայրենի օջախի անմար կրակով։ Թող նոր տարին մեզ սովորեցնի ապրել այնպես, որ հանկարծ չուշանանք իրար սիրելուց եւ մարդ մնալուց։ Սրանք այն պատգամներն են, որոնք մենք ստացանք մեր մեծերից։ Ես կարծում եմ, մեզանից շատ մեծ դժվարություն չի լինի հետևել նրանց իմաստուն խոսքին։ Ամեն դեպքում մենք ունենք ուղիղնիշեր նշված, որոնք մեզ տանելու են դեպի մեր երազած ապագան։ Ես 31-ի գիշերը ովքեր նայել են շնորհակալություն, կազմակերպել էի հանդիպում եւ մենք օգնություն ստացանք քահանայից եւ նոր տարվա պատգամներ, որովհետեւ Սյունիքում մեր ապրող բարեկամները եւ ինչպես Հայաստանում ապրող շատերը եւ զրկված էին համեկով, հանրայինով կներեք, սանթատ համեք եմ ասում, հանրայինով լսել կաթողիկոսի ուղերձը, մենք դա կազմակերպեցինք մեծ ձևով, բայց քանի որ մի շատ լավ հատված է տարածվել կաթողիկոսի ուղերձից, ես անպայման ուզում եմ դա ձեզ ներկայացնել, ինչա դուր եկավ միջավայրից։ Հայրապետի հորդորն է, ամուր եւ աներեր պահենք մեր հավատը։ Դժվարություններին արիաբար դիմակայելու կամքն ու վճռականությունը։ Թույլ չտանք, որ անցնող տարվա փորձությունները կարծրացնեն մեր սրտերը։ Հարմարվողականությունն ու անտարբերությունը լինեն մեր ուղեկիցը։ Ոյակապ ասված։ Մենք իհարկե էլի լսելու ենք։ Սա համարյա քաղաքական հայտարարություններ են։ Տեսեք, բայց քաղաքական ոչ մի բան չի ասում, բայց այս ամեն ինչը քաղաքական հայտարարություններ են։ Այսինքն այսօր նայում ենք իրական քաղաքական կյանքի, պարզվում է, որ մեր պատկերացած քաղաքական ու իրական կյանքերը դրանք հեռու չեն իրարից։ Իրական մարդկային արժանապատվություն թելադրող արժանապատվության վրա հիմնված արդարության վրա հիմնված տեքստերն ու խոսքերը դրանք քաղաքական են։ Դրանք են ինչ որ մեզ պակասում են։ Դա եմ ասում, թվացial պատգամի մեջ, որը ոչ մի քաղաքական բան պետք է չպարունակեր, բայց ամբողջը քաղաքական է։ Որովհետև անկեղծ է, ճիշտ է, ճշմարիտ է, բայց հիմա հարց, կաթողիկոս։ Բավուր է իշ։ Շուսենք շնորհակալություն։ Տկարացնելով մեր հույսը եւ թուլացնելով մեր ազգային ոգին։
աննվազ նախանձախնդրությամբ գործենք հանուն Արցախայության իրավունքների պաշտպանության Բրավո։ եւ Բաքվում անմարտկային նվաստացումների ենթարկվող մեր հայրենակիցների ազատ արձակման Սերն առ հայրենին, առ մեր ժողովուրդը եւ մայր եկեղեցին դարձնենք առանցքը մեր կյանքի ներշնչող ուժը խիզախումների ու հանձնառությունների իմաստավորումը ամեն զոհողության բարի եւ արժանապատիվ ընթացքով վերահաստատենք եղբայրսիրության փոխադարձ հարգանքի զորակցության մթնոլորտը մեր հայրենիքում ազգային կյանքում եւ միջանձնային հարաբերություններում Ֆանտաստիկ։ Այ ես այսպեսի հայրապետ եմ ուզում։ Այ ես այսպեսի խոսք եմ ուզում լսել հոգևոր հայրերից։ Այ այսպեսի ես պատգամներ եմ ուզում լսել պատարակների ժամանակ, հանդիպումների ժամանակ։ Այսպեսի որտեղ կա խոսքեր ազգային, արժանապատվություն, եղբայրասիրություն, ճշմարտասիրություն, Արցախ, գերիներ։ Այ այսպեսի խոսք եմ ուզում ես լսել։ Եվ ըստ այդմ ասում ես իմ այդ բոլոր նրանք ովքեր այս ընթացքում առիթ են ունեցել հիասթափության, անվստահության, տարակուսելու առիթների եկեղեցու նկատմամբ եւ եկեղեցու հայրերի նկատմամբ։ Ես այն ուզում լսել։ Հիմա այս հարց տվեք, ով կհեռանա նման կաթողիկոսի կողքից։ Ով կմերժի նման հոգևոր առաջնորդին։ Ով չուզենա եւ չի հպարտանա նման եկեղեցու անդամը լինել։ Միայն նրանք, ովքեր ատում են արժանապատվություն, ազգային, Արցախ եւ այդ կարևոր եղբայրասիրություն, մենակ դրանք, ովքեր ատում են այդ բառերը։ Իսկ մնացածը, որոնց համար այս ամեն ինչը արժեք է, 10 ձեռով կկարչեն այդ եկեղեցուց եւ հոգևոր հայրերից։ Այս այն է, ինչ որ մենք ուզում ենք, ակնկալում ենք։ Ես հույսով եմ, ոչ միայն Գարեգին երկրորդը, այլև մնացած բոլոր եպիսկոպոսները մեր 4 եկեղեցու նաև հայրերը, ես նկատում եմ Երուսաղեմի պատրիարքարանը, Բեյրութի Անտիլիասի պատրիարքարանը եւ Ստամբուլի Կոստանդինոպոլսի պատրիարքները նույնպես իրենց ելույթները կկառուցեն հենց այս ճշտադրումների վրա։ Պլյուս մնացած եպիսկոպոսներն ու քահանաները։ Ես դες վստահեցնում եմ, այս խոսքերից հետո ում մեջ դեռ բաբախում է հայ սիրտը, ով իրան հայ համանում, լինելու է ձեր նվիրական, ձեր անզիջում, գաղափարի վրա հիմնված աջակիցն ու հենարանը, որից թանկ աշխարհում ոչ մի բան չկա, որը երբեք չի դավաճանի ոչ մի պարագայում։ Այս է ուզում։ Նոր տարուց ամսի 31-ին ես խոսում էի մեր շատ հարգարժան եպիսկոպոսներից մեկի հետ եւ նենց իր առաջարկն եմ ձեզ փոխանցում, սա իմ մտահղացումը չի, որպեսզի Գարեգին երկրորդը հավաք կազմակերպի հենց 4 մեր կարևոր կառույցների ներկայացուցիչների հետ։ Դրանք Երուսաղեմի, Անտիլիասի եւ Կոստանդինոպոլսի պատրիարքների ներկայությամբ, պլյուս այն համայնքների, խոշոր համայնքների կարևոր ներկայացուցիչների հետ, որոնք ազդեցություն ունեն համայնքների վրա։ Դա կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից։ Նման հավաք պետք է կազմակերպի, ես կարծում եմ, հենց Գարեգին երկրորդը։ Ու ոչ ավելի ոչ պակաս Երուսաղեմ։ Ինչի Երուսաղեմ։ Նախ մենք ընդ կովերի պարտեզի խնդիր ունենք, որ պետք է լուծվի։ Հայրապետը պետք է ցույց տա, որ ինքն է ղեկավարում բոլոր 4, ինքը ամենայն հայոց կաթողիկոսը, ոչ թե իշխանացին։ Երկրորդը, որ հենց Երուսաղեմում ենք հաստատում մեր միասնաբանությունը։ Հենց հрьяաների քթի տակ ցույց տալով, որ մենք
տերն ենք նախ մեր հայկական թաղամասի, երկրորդն էլ մենք հարցերը հենց ստեղ ենք լուծում։ Մենք տեսնում ենք դուք ինչ եք անում Ադրբեջանի հետ, մենք հենց ստեղ էլ որոշում ենք ձեր հենց այս քթի տակ, որ մենք չենք հանձնվելու, որ մեր կրոնը, մեր պետականությունը, մեր ազգային արժեքները դրանք չի սակարկվում, չի վաճառվում, չի քննվում ընդհանրապես, ինչպես կաթողիկոսն ասեց, հա, տարակուսանքներ եւ կասկածի որդը չի կարող մտնել մեր մեջ եւ դա չի կարող մեզ ներսից քանդել։ Սա այն առաջարկներն են իդեան էր, որոնք փոխանցեց հարգելի եպիսկոպոսը։ Ես հուսով եմ, որ Գարգին երկրորդը կարձագանքի եւ կնախաձեռնի նման մի բան, նաեւ ցույց տալու համար, որ հայ եկեղեցին միասնական է։ Եվ մնացած բոլոր արդեն 7, դե ինչպես հիշում եք, 10 էին ցուցակով, որից Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդը Հովնանը պաստորեն հրաժարվեց եւ պատարակի ժամանակ վերջի հնչեցրել է կաթողիկոսի անունը, արդեն ինքնական այդ ցուցակի մեջ չի, մնացած անհայտ 9-ից 7-ն են ակտիվ, կմնան այդ 7-ը եւ կաթողիկոսը իր խոսքը կասի իր այս հանդիպումից հետո եւ այս հանդիպումով իր խոսքը կասի, որ հայ եկեղեցին միասնական է եւ նա ծառողվելու նույնիսկ պլաններ չունի եւ մտադրություն չունի։ Մի բան որ անհնար է, մի բան որ մենք ցույց չենք տա երբեք։ Ես ավելի քան հիմա համոզված եմ, այս խոսքերից հետո նույնիսկ թշնամին է սկսել կամել ու կմկմալ։ Ես վստահ եմ։ Նկարիչ։ Թուրքիան հաստատում է, որ ոչ մեկ չի կարող կանգնացնել նոր Թուրքիայի կառուցումը, մեծ Թուրքիայի։ Հասկանում եք, ինչ է նշանակում մեծ Թուրքիա, նոր Թուրքիա, ու ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Սա թուրքերի դարավոր երազանքն է, որի համար աշխատում ամեն ինչ արում Փաշինյան Նիկոլը, բայց պատմականորեն միշտ ինչ-որ մի բան խանգարել է իրանց երազած նոր Թուրքիայի, մեծ Թուրքիայի կառուցմանը։ Միջ հայտնվել է միշտ այն մեկը, որը կարողացել է իր շուրջ հավաքել եւ մոբիլիզացնել հայկական ռեսուրսը եւ թույլ չտալ։ Այսօրվա կաթողիկոսի ելույթը լսելուց հետո ես ավելի քան վստահ եմ, որ Էրդողանը շտապում է, շատ է շտապում։ Իհարկե ես կարող եմ հասկանալ, հա, նա ինքը խոսում է լսարանի համար, ոգևորելու համար, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել։ Ձեզ վաղուց ոչինչ չէր կարող կանգնեցնել, եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ։ Դուք վաղուց էիք արել այդ ամեն ինչը։ Բայց ինչպես տեսնում եք, ինչպես փաստեր են ցույց տալի, ամեն ինչ չի որ այդքան հեշտ է, որովհետև ձեր ատամի տակ ընկնում է միշտ մի հատ ոսկոր, որ ոսկորը չի կոտրվում են ձեր ատամները։ Ես վստահ եմ, որ այդպես է շարունակելու է։ Դա պատմական օրինաչափություն է, բայց չի նշանակում, որ մենք պետք է ասես նստենք, սպասենք, մինչև դա երբ է լինելու։ Ուղղակի ամեն ժամանակ իր հերոսները կարողացել են հավաքել այն ռեսուրսը հայկական, որը թույլ չտվեց դա իրականացնել։ Այսօրվա ռեսուրսը մենք ենք։ Մենք պետք է որոշենք, որ դա չի իրականանում ու թույլ չտանք։ Որովհետև մենք նման առայսօր կամավորներ ունենք։ Սա անձանիկ կամավորների ջոկատն է։ Ես նենց ուրախ եմ, որ կամավորությունը Հայաստանում դեռ կա։ Չնայած այս ամեն ինչին, չնայած այս այլասերվածությանը, չնայած այս խորքային հիասթափությանը, որ մարդիկ գրեթե չեն հավատում իրար, գրեթե չեն հավատում հայրենասիրությանը, գրեթե դադարել են հպարտանալ այն հայրենիներով, որոնք մեզ ազատություն են նվիրել, անկախություն են նվիրել, Արցախ էին հետ բերել։ Բայց որ նայում եմ այս նկարին, ես հասկանում եմ մենակ հայերի մեջ կարող են սենց լինել։ Առանց փող, առանց աշխատավարձ, առանց ճոխ մեքենաների, կապի միջոցների, փոխարենը բարձր գիտակցություն եւ անսահման նվիրվածություն։ Մենք ենք իրենք մեր մի մասն, իրենք իմ եղբայրներն են, ձեր եղբայրներն են, ես վստահ եմ։
Քանի մենք ունենք սա, մենք կարող ենք ասել, որ շտապում է Էրդողանը եւ Փաշինյան Նիկոլը նույնպես շտապում։ Իսկ սա Նժդեի արձանի կողքն։ Դե գիտեք, հունվարի 1-ը Նժդեի ծնունդն է, ինչպես նաև Արշավի Շիրակյանի ծնունդը։ Ես հուսով եմ, որ նոր տարվա շնորհավորանքներից բացի դուք չեք մոռացել մեր երկու շատ կարևոր անհատների ծնունդը շնորհավորել, մեկը մեր ազգային արժանապատվության, ազգային տեսակի, պայքարի սիմվոլ փիլիսոփա Նժդե, մյուսը մեր պատմական անցյալի ամենակարևոր դրվագներից մեկի հերոսը, մեր վդիժառու Արշավի Շիրակյանի ծնունդը։ Եթե մարդ կա մոռացել նույնիսկ, խնդիր չի, օգ չի։ Մենք պետք է իմանանք, որ ամեն նոր տարի մենք պետք է հիշենք երկու, մնացած իհարկե մեր համար իրենց կյանքը տված զինվորներից լավ տղերից բացի երկու տարեդարձում ենք հետո։ Եվ հա Նժդեի արձանի կողքը մեր երիտասարդներն են, գաման եմ ասում, եւ Փաշինյան Նիկոլը եւ Էրդողանը շտապում են։ Ուրիշ բան որ իրենք դա շատ են ուզում, բայց մենք ենք շատ բան ուզում։ Հենրիխ Մխիթարյանն իր ամանորյա ուղերձում անդրադարձել Բաքվում պահովող հայերին։ Ես որ կարդացի, նախ ցիտեմ, տեքստից բացի գրած է այս առանձնահատուկ օրը ցանկանում եմ իմ ջերմ բարեմաղթանքները բոլորի փոխանցել եւ անպայման չէի կարող այս ուղերձը գրել առանց առանձնահատուկ հիշելու մեր հայրենակիցների, որոնք ապօրինաբար պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի եւ անվտանգ տուն վերադարձի տարի։ Թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության ու արդարամտության։ Դերել է Հենրիխ Մխիթարյանը։ Թվում է թե ինչ առանձնապես բանտաստեղ հարցը սա չի, որ կարող է միայն Հենրիխ Մխիթարյանի խոսքը փոխի կամ չփոխի։ Հարցային է, որ մենք անհատական մակարդակի վրա մենք այնքան Հենրիխ Մխիթարյաններ ունենք, իրոք իրենց մասշտաբներով պարտադիր չի լինի ֆուտբոլիստ, անհատներ, համաշխարհային մեծության եւ նշանակության անհատներ։ Ես սիրով կկարդայի բոլորի ուղերձներն ու մտահոգությունները մեր գերիների, մեր երկրի հետ կապված հարցերի վերաբերյալ։ Սիրով։ Ես հիմա էլ եմ կոչ անում բոլոր նրանց, ովքեր կնայեն կամ չեն նայի, կամ իրենց կասեն, որ մենք իրենց խոսքի ակնկալիքն ունենք, որ կարևոր չի քո կալիբրը, ինչքան է մեծ, ինչքան է փոքր, բայց եթե նույնիսկ քեզ տարբեր ասպարեզներում 100 կամ 1000 կամ 100,000 մարդ է ճանաչում, անպայման ամեն մեկից պարտքն է դրա մասին խոսել։ Դա մենակ ձեր խոսքի արժեքը չի, դա նաև ձեր խոսքից ոգևորվող մարդկանց վրա ազդեցության հետևանքներն աստեղ կարևոր, որովհետև վստահ եմ Հենրիխ Մխիթարյանի խոսքից ոգևորվողներ անպայման լինելու են եւ արվեստի բնագավառում եւ ֆուտբոլի բնագավառում բոլոր նրանք, ովքեր հետևում են Հենրիխ Մխիթարյանին ու կհիշեն մի պահ, որ իսկ ինչու իրենք էլ չեն անում դա։ Հասկանում եք, սենց մի քիչ ստեղ, մի քիչ ընդեղ, մի քիչ ընդեղ մենք ռեզոնանս ենք տալի նման ձև։ Ռեզոնանս ուղղակի։ Դա եմ ասում, կարևոր չի ձեր լսարանը, որքան է մեծ, որքան է փոքր։ Դա ընդհանրապես այդ ռեզոնանսի մի շղթան կարող է լինել, որ տա մեծ էֆեկտ։ Դա շատ եմ կարևորում ոչ միայն Հենրիխ Մխիթարյանի կոնկրետ անդրադարձը Բաքվում պահվող մեր գերիների վերաբերյալ, այլ նաև հենց երևույթն է իմ համար շատ կարևոր։ Այնպես որ խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր կնայեն եթերը կամ կիմանան սրա մասին, ակնկալում եմ ձեր արձագանքը, ձեր ուղերձները նույնպես։
Ես չեմ ուզում ցիտեմ Փաշինյան Նիկոլին, բայց այստեղ մի հատ հարց կա։ Իր ամանորյա հայտարարության մեջ, ուղերձի մեջ, Փաշինյան Նիկոլը մի հատ հետաքրքիր հայտարարություն անում, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր, հիմա այլևս մերն է։ Այո, մեր նպատակների կյանքի գնով, նահատակների կյանքի գնով, այո, մեր տառապանքների ու զրկանքների գնով։ Ինքը ոչ նահատակ ա տվել, ոչ տառապանք, ոչ զրկանք։ Ու ինքը անընդհատ դրա մասին խոսում է։ Իհարկե հասկանում եմ հիմա ձեր հոգեվիճակը այս տողերը լսելուց հետո, հա, ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Նախ մի տողել եմ ուզում կարդալ, այստեղ առանցքային այն է նշում, որ թե այս, թե 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը չեմ արել որպես զիջում, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք, այլ այդ հայտարարություններին գնացել են որպես Հայաստանի Հանրապետության գիտակցված եւ իրական շահերից բխող կենսական անհրաժեշտություն։ Հարց. ինչու է այս տեքստերը մտնում ամանորյա ուղերձի մեջ։ Հա, ինքը ասում է, որ գնացել է գիտակցված։ Մենք դա շատ լավ գիտենք։ Այո, գիտակցված, բայց ոչ թե հայկական շահերի, կենսական շահերը, գիտակցված դավաճանություն է սա, որը ինքը հասկանում է, որ ոմանք ներկայացնում են, անհանգստանում է, որ ոմանք ներկայացնում են որպես դավաճանություն, բայց ինքը ասում է գիտակցված գնացել են որպես շահերի սպասարկում։ Անցել է 3 տարի այս հայտարարությունից, արդեն հեսա կլինի 4։ Ինչու է այս հարցը անհանգստացնում հանցագործին, որովհետև ինքը զգում է, որ սա չի մարսվել եւ չի ընկալվում ժողովրդի կողմից, այնպես ինքը ուզում է արդեն 3.5 տարի է համոզել։ Ինքը համոզում է, էլի ոչ մեկ չի կրկնում այն հիմարությունը, ինքը ինչ որ նախատեսել է մեզ համար։ Եվ տարեվերջյան ուղերձում էլի խոսում է դրա մասին։ Սա որպես բառամթերքի վերլուծող ես կասեմ մի բան, որ սա անհանգստացնում է հանցագործին եւ նա կրկին փորձ է անում հաստատել, որ ինքը գիտակցված գնացել է իբր Հայաստանի պետականության շահերի սպասարկելու։ Երկու բառ կա կարևոր, որ ինքը գիտակցված է սա արել, բառը ոչ մեկ չի կարող պնդել, որ ինքը չի հասկացել ինչ արել։ Երկրորդը, ոմանք ներկայացնում են որպես դավաճանություն, ես արել եմ որպես Հայաստանի պետություն։ Այսինքն դեռ ինքը չի հասել այն նպատակին, որ ոչ մեկ չասի, որ սա դավաճանություն էր։ Ես կարծում եմ, որ նա երբեք չի հասնի սրա, որովհետև դավաճանությունը ակնհայտ է եւ ոչ միայն այս պարագայում։ Այդպես որ Փաշինյան Նիկոլ եւ Կից բիոզանգված։ Մենք շատ լավ հասկանում ենք ձեր վիճակը, շատ լավ անհանգստանում ենք, շատ լավ հասկանում ենք ձեր խորքային վախերն ու տագնապները։ Այո, ոչինչ չի ստացվել ձեր մոտ, բացի արյուն թափելուց, բացի արյուն հեղեղելուց, բացի մարդկանց սպանելուց, վնաս տալուց, երկիր ավերելուց։ Դուք այդպես էլ չկարողացաք հասնել ամենակարևորին, որ դուք համոզեք հայ ժողովրդին, որ այս ամեն ինչ արվել է ձեր փրկության համար, որ եկեղեցին պետքա քանդենք, որպեսզի դուք ազատվեք այդ կապանքներից, դուք դա էլ չկարողացաք անել։ Դուք մի բան, որին հասաք, դա այսօրվա կաթողիկոսի ելույթն էր, որ երբևէ մենք չենք լսել։ Այսինքն ոչինչ հնարավոր չէր անել առաջ, որպեսզի կաթողիկոսը դառնար ազգային կաթողիկոս։ Դուք ասաք դրա։ Այսօր Գարեգին երկրորդի խոսքը դա ազգային կաթողիկոսի խոսքը։ Սենց կարող է խոսք ասել Խրիմյան Հայրիկը կամ Գևորգ 5-րդ կաթողիկոսը Սարդարապատի ճակատամարտից առաջ։ Սա մի բան է, որի մասին ես երազում եի։ Այսինքն դուք ոչ միայն չկարողացաք կոտրել եկեղեցին, բացել եկեղեցին, այլ դիմացը ստացաք ազգային կաթողիկոս։ Դուք այս ընթացքում ոչ միայն չկարողացաք համոզել ժողովրդին, որ պարտությունը ձեր փրկության համար էր, այլ առ այսօր անհանգստացած դրա մասին խոսում եք, որը վկայում է մի բան, որ այդ հարցը ձեր համար փակված չի։ Այսինքն դուք երկու հատ մեծ հարց չեք կարողացել լուծել, ու դուք այդ ձևով մտնում եք 26 թիվ, որի համար ձեզ շնորհավորում եմ, մեզ նույնպես։ Եվ մենք այս արդյունքները պետք է քաղենք հենց ընտրությունների ժամանակ։
Ինչ վերաբերվում է ընտրություններին, ես էլի հանդիպում եմ մարդկանց, որոնք մտածում են, որ ընտրություններին գնալով սպասարկում են Փաշինյան Նիկոլին։ Երբ որ ես այդպիսի հայտարարություն եմ կարդում, ես ուզում եմ տակը շարունակությունը կարդալ նույնպես։ Ասեք, ինչ եք առաջարկում ընտրություններին գնալու փոխարեն։ Եվ ինչն է լինելու, որ Փաշինյան Նիկոլի խանգարելու է, հա, խանգարելու, որ չդառնա ինքը ընտրված վարչապետ։ Եվ որ ասում եք, բնել պետք է ասեք, պատրաստ ենք լսել, քննարկել, հա, ասեք։ Ինչն է, որ փոխարինելու է ընտրություններին։ Բայց դա քանի դեռ չեք ասել, հա, պիտակավորել մարդկանց, որոնք պատրաստում են ընտրությունների, որոնք տեխնացիություն են առաջարկել ընտրությունների մասնակցելու համար, աշխատանք են տանում, հա, իրենք արդարացի կարող են ձեզանից նեղանալ, եւ արդարացի նաեւ կարող են վերաբերվել բնութագրել ձեր գործողությունները որպես Փաշինյան Նիկոլի շահերի սպասարկում, հա, որտեղ երբ որ ժողովրդին ասում եք մի գնացեք ընտրության, դա նշանակում է ասում եք ընդդիմադիր մաս մի գնա, թող Նիկոլը իր ունեցած չունեցածով հավաքի եղածի մեջի 50% պլյուսը, եղածի մեջ 50%, հա, որտեղ երբ որ ընդդիմադիր մասը չի գնում ընտրության, գնում է մեկը մենակ ժեխը, աղբը, տակի տականքը, եւ դրանց համար արդեն նույնիսկ առանց կեղծելու ոչ մի խնդիր չի լինում, որպեսզի ինչքան է պետք նկարել, ինչքան է պետք տալ Փաշինյան Նիկոլին, տալ, իսկ երբ որ մասսայական է մասնակցությունը, այդ ժամանակ նկարելն էլ նույնիսկ չի օգնում, որովհետեւ հնարավոր չի 10 սարքել 100, 10 կարելի է կեղծելով սարքել 15, բայց ոչ 100։ Սա կարճ արձագանք բոլոր նրանց, ովքեր պնդում են, որ չի կարելի գնալ ընտրությունների, որովհետև Նիկոլ Փաշինյանին մենք դարձում ենք վարչապետ։ Խնդրեմ, ասեք ինչ եք առաջարկում, դիմացը քննարկենք դա, հա։ Սա այն է, ինչ որ հասել է Փաշինյան Նիկոլը իր իշխանության տարիներին։ Ու սա էլ միջև նա փակված չի։ Ինքը սպանեց եւ այրեց 15 զինվոր։ Եվ առ այսօր գործը փակված չի, ավելին դժողների շահերի ներկայացուցիչները միջնորդում են, կմիջնորդեն Փաշինյանին ու Պապիկյանին հրավիրել դատի։ Տեսեք, 3 տարի է անցել։ Սա շպրտեցին դեպքը, ոչինչ առանձնապես ոչ մի բան չէր եղել, բենզինը լսես ձեռը թափ տվեց, բան չի եղել, բենզին ավարվել, 15 զինվոր ավարվել բենզինից։ Ոչ սքոր, ոչ բան, փոխարեն Աննա Հակոբյանը միջև ենթաստամոքսային գերց ժպիտով բացած նկարներ էր հենց այդ օրը տեղադրում, ուրախ իրենց չգիտեմ, սատանայական ռիտուալ, հաջող ռիտուալ անցկացնելու կապակցությամբ, այնուամենայնիվ գործը միջև հիմա փակված չի եւ չեն կարողանում այս գործն էլ փակեն եւ ժողովրդին համոզել, որ մենք չենք սպանել այդ մարդկանց, այդ երեխաներին, իրենք են իրանց նախաձեռնությամբ մոխրացել։ Տեսեք հələ ինչքան գործեր կան չփակված։ Ինչքան գործեր կան սենց չփակված։ Այդ չեմ ասում անհետ կորածների ծնողներին, հա, գերեվարվածների ծնողներին, առ այսօր չեն կարողացել ապացուցել, որ այն մասունքները, որ տվել են ձեզ, դա ձեր որդիների կամ եղբայրների մասունքներն են։ Մարդիկ դե սպասում են։ Ոչ մի խնդիր իր պատասխանը չի ստացել, չէ՞ որ այս մարդկանց հետ կապի մեջ է։ Ոչ մի խնդիր, սրանք որ վերցել են, սենց կանենք կանցնի, սենց արել են, բայց չի անցել։ Բացառությամբ իհարկե Գեգամ Նազարյանին։ Ինքը ուղիղ մեղադրում են իր երեխուն սպանելու մեջ, բայց փողը ստանալուց հետո ասեց դե հիմա բան ա եղել է, դիտավորյալ չի արել։ Բացառությամբ այդ դեպքից մեկ էլ, չգիտեմ, Աննա Հակոբյանն էլ ինչ-որ չէ, բան օգնական ունի նույն կարգավիճակով։ Բացառությամբ մեկ էլ դրանից, երևի էլի մի քանի դեպքից, հիմնականում ոչ մի զավակ կորցրած ծնող կամ ծնող կորցրած զավակ իր հարցերի պատասխանը չի ստացել ամենակարևորը։ Ինչու եթե կարող էր այդ ամեն ինչը լինել առանց պատերազմի, ինչու մեր զավակներին տարակ սպանեցիք, ինչու վառեցիք այս երեխաներին, ինչ էին արել ձեզ, ում համար արեցիք սա։ Եվ այսպես 26 թիվն արդեն այդ պատասխանները չկա։ Ու սենց համախառն
չպատասխանված հարցերով մենք մտնում ենք ընտրական արդեն տարի։ Իսկ զուգահեռ Ալիևն է խոսում որպես հաղթանակած երկիր, որոնք իրենք հաղթանակը ամրագրել են ոչ ավել ոչ պակաս Վաշինգտոնում։ Տեսեք, Վաշինգտոնը ինչքան կարևոր է Ալիևի համար, եւ հասկացեք հիմա ինչի է Ալիևը, ինչի է Փաշինյան Նիկոլն ու Փաշինյան Նիկոլի թիմը այդքան հաճախ խոսում Վաշինգտոնի կարևորության մասին, որովհետև այդ Վաշինգտոնի կարևորությունը դա հենց Ալիևի համար է։ Իրականում դա ոչ կարևոր է, ոչ Թրամփի համար, ոչ դա պայմանագիր է, ոչ էլ իրավական ուժ ունի, բայց քանի որ Ալիևի համար դա միակ տեղն է, որտեղ ինքը ինչ որ մի բան է իբր արձանագրել, իբր, որտեղ նույնիսկ եմ ասում, դա ոչ մի իրավական եւ չգիտեմ, լեգիտիմություն չունի դա։ Դա ստորագրված չի, դա նախաստորագրված է, դա ինչ որ հանդիպում է, բայց սա Ալիևը ներկայացնում է որպես իր հաղթանակների ամրագրում Վաշինգտոնի։ Հենց դրանով է պայմանավորվում, որ Վաշինգտոնյան այդ կապիկությանը այս Նիկոլ Փաշինյանի եւ հասկանում եք, այս սատանայական դինաստիայի խոսնակները այդքան նշանակություն են տալի, որովհետև դա կարևոր է հենց Ալիևի համար։ Եվ հետաքրքիր է գիտեք ինչն է, որ այստեղ ասում են մենք մեծահոգաբար ձեռք ենք մեկնում Հայաստան։ Հա։ Իրանք հաղթել են, ամենակարևորը, իրենք ամրապնդել են իրենց արժանապատիվ հաղթանակը, իրենք վերականգնել են արժանապատվությունը։ Ալիևը միաժամանակ ընդգծել է ժամանակակից աշխարհում միջազգային իրավունքները չեն աշխատում։ Շատ երկրներ առաջնորդվում են ուժն է ծնում իրավունքը։ Ինքը խոսում է բարձ այդ մասին։ Հայաստանը ասում է մեզ ուժ պետք չի։ Մեզ ընդհանրապես ուժ պետք չի։ Ճիշտը գառան նման վիզը բարձրն է։ Դե հնարավոր չի մի մարդու համոզել, որ դա հարցի լուծում չի, եթե ինքը իր կյանքով այտենց ապրել։ Դուք այտենց մարդուն չեք կարող համոզել, որ դա ճիշտ ապրելաձևը չի։ Դե հիմա ինքը այդ ֆորմատի մեջ է։ Ուղղակի մենք ստեղ ամփոփելու համար պետք է հասկանանք մեզ։ Որ տեսակն է մեր մոտ շատ։ Դավիթ տեսակը, Գարեգի Նժդեհ տեսակը, Արշավի Շիրակյան տեսակը, թե ուղղակի այդ գառներին անուն չկա դնելու համար, ես չգիտեմ դա որ տեսակն է, հա։ Դա Փաշինյան Նիկոլ տեսակ ասեմ։ Սա 26 թվականի արդեն հունիսին կերևա իր ամբողջ համայնքով։ Իսկ մինչ այդ մենք շատ աշխատանք ունենք անելու։ Ոչ թե ինչ որ տեխնացուների համար, չէ, ինքներս մեզ համար։ Հետաքրքիր է, որ այս ընտրությունները ես չեմ դիտարկում ինչ որ տեխնացուների ընտրություն։ Գիտեք, սա միակ ընտրությունն է իմ ամբողջ գիտակցական կյանքի մեջ երևի, նայում եմ դե 91 թվականի ընտրությունների մի կողմ, որ այս ընտրությանը մենք չենք դնում ինչ որ տեխնացուի համար։ Այս ընտրությանը մենք գնում ենք Հայաստանը պահելու համար։ Դրա համար ես միջև հիմա նախընտրած տեխնացուի անուն չեմ տալիս։ Ճիշտն ասած, ես ինքս էլ չունեմ, որ անկեղծ ասեմ ձեզ, որովհետև ես հիմա եմ հասկանում ինչի չունեմ, ինչի չեմ ասում դա, որովհետև իմ համար հաղթանակը տեխնացուի հաղթանակը չի։ Իմ համար հաղթանակը Փաշինյան Նիկոլի պարտությունն է։ Որովհետև սա երկիրը պահելու ընտրություն է, անհատ ինչ որ մեկին վարչապետի պաշտոնում նշանակելու ընտրություն չի սա։ Դրա համար եմ ասում, մինչև հունիս մենք հսկայածավալ աշխատանք պետք է իրականացնենք։ Ոչ թե ինչ որ տեխնացուի համար, ինքներս մեզ համար։ Մենք ամեն մեկս պետք է վերաբերվենք այս ընտրություններին որպես մեր անձնական ընտրություն։ Այսինքն ոնց որ դու վարչապետի տեխնացու ես, դու ոնց կաշխատեիր քո համար։ Այս տեսակետից, այս անկյան տակ պետք է նայել ապագա այս ընտրություններին, որ մի բան ստացվի, որ մի բան ստացվել է այնքան համոզիչ լինի, որ ոչ ոստիկանական գվարդիա, ոչ կարմիր կապույտ նարնջագույն բանը, բերետները, որ ոչ մի բան չփրկի Փաշինյան Նիկոլին, որ տարբերությունը հսկայական է լինի։ Դրանք բոլորը հասկանում են, որ ժամանակն է գլխարկի գույնը փոխել, որ ժամանակն է իրենց
տանը թաքուն պահած ադրբեջանական դրոշը վառել, քանի մարդ չի տեսել։ Իսկ վստահ եղեք, այս դրոշը Հայաստանում շատ են արդեն իրենց տներում ունեն, սրտում ունեն, գերբը կարած արդեն համազգեստի վրա ունեն, որովհետև իրանք հենց դրան են պատրաստում 26 թվականի հունիսից հետո հակնել։ Իսկ որ տեսան տարբերությունը շատ է, առաջին իրենք են այրելու դրան, որ հանկարծ նես չնի, որ հայերը դա գտնեն։ Բնական չի։ Այդ լսենք սա։ Այդ քերիներն են կերել, չէ՞ դիլակը։ Հա։ Միջև քերե վարվելը կերել են, չէ՞։ Այսինքն ինչ պատա որ մեր սնունդը, զինվորի սնունդը, արդեն միջազգային բոլոր պետությունները որ կան, համարյա մոտեցել է դրա սննդակարգին։ Բա ժողովուրդ ջան, սա բան չի, պարոդիա չի, սա ծաղրա բան չի, հումոր չի, սա ծաղրանկար չի, հումորային տեսահոլովակ չի, սա իրականությունն է, սա այսօրվա իշխող դասակարգի տրամաբանությունն է, տեսակն է, զտարյու կպայական, զտարյու, համաշխարհային մակարդակի մենք փաստորեն ծնունդ ենք ունեցել, բայց գերիներն էլ հետ են կերել, չէ՞։ Սա միակ բանը, որ իրանք փաստորեն կարողացել են բանակի համար անել, դա իրենց ԿՊ-ականի հետ պայմանագիր կնքել իր ելակը վաճառել բանակի վրա։ Ասում միակ հաջողությունը, որ սա ունեցել են, կոռուպցիոն սխեման է եղել, ուրիշի ելակը վաճառել բանակի վրա։ Սա մեզ, ձեզ, ամբողջ Հայաստանին վաճառվում է որպես ռեֆորմ, ու լավ բան, ելակ ուտեցնելով, կերակրելով տարանք սպանեցինք, վատ էր, ուրիշ ասելիք չկա։ Դրա համար ես ավելորդ եմ համարում ինչ որ մարդկանց համոզել, ոչ է, լավ չի եղել, չէ, մի խոսքով Փաշինյան Նիկոլի ամբողջ ազնագազմով, դրանք հանցագործների մի սուրու են, որոնք վաղ թե ուշ կանգնելու են երկրային եւ երկնային դատաստանների առաջ։ Ավելորդ եմ համարում նույնիսկ, ավելորդ։ Որտեղ այս տեսակին դու բան չես կարող ասես, այս տեսակը միջ 20 թվականի նոյեմբերի 8-9-ին բղավում էր, որ Փաշինյան Նիկոլը դավաճան է։ Միջև առաջարկեցին, ասեցին արի, թույլ արի քպը։ Միակամից վատ էլ այդ գերիները ելակ են ուտում միջև գերին գնելը, վատ է։ Ձեզ ելակ են կերել, թող նստեն էլի, վատ է բա։ Եթե մեկը շարունակում է ուզում է այս կարգի իրեն առաջնորդներ ունենա, 26 թիվը հոյակապ հնարավորություն է դա իրականացնելու համար։ Եվ այսպես կարճ անդրադառնանք միջազգային նորություններին, վատն այն է, որ Իրանը կանաչ լույս է ստացել, ներողություն, Իսրայելը կանաչ լույս է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներից Իրանին հարվածելու համար։ Վատ այն իմաստով, որ մենք հայտնվենք պատերազմական գոտում Հայաստանով եւ լավն է նա, ես կարծում եմ, որ այս պատերազմը կարող վերջ դնի շատ հարցերի, որոնք իրոք խնդիր են դարձել մեր համար։ Դա Իսրայել, Ադրբեջան, Թուրքիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ծրագիրն է կապված Մեղրու Միջանցքի հետ։ Եվ այս կոնտեքստում արդեն 4-րդ օրն է, թե 2-րդ օրն է, որ Ռուսաստանը ինտենսիվ զենք համատակարարում Թեհրանում։ Թեհրանում էլ արդեն 5 օր ցույցեր են գնում, արդեն 1 հոգի սպանվել է, ասում են սպանվել է, դե ինֆորմացիան այդքան առանց չի։ Ինֆլյացիայի հետ կապված, ինֆլյացիան հսկայական է, նրանք ժողովրդին հանել են փողոց արդեն 5 օր է։ Երևի մտածում են Իսրայելում էլ, որ իսկական ժամանակն է Իրանի հարցերը վերջնական լուծելու, բայց իմ խորին համոզմամբ դա մեկա չի լինել, դա չի լինելու ու դա կլինի Իսրայելի գուցե վերջը։ Եթե ոչ վերջը, ապա այն աստիճանի թուլացումը, որ Ադրբեջանի նման երկիրը կմնա անտեր ուղղակի։ Եվ իրենք սկսեն մտածել. մտնենք Մեղրի, թե չէ, որտեղ Իրանն ասել է, չէ,
դա կդառնա ձեր գերեզմանը։ Եթե հանկարծում նման բաներից։ Իսկ պատերազմի ելքը շատ բան կորոշի հենց մեղզու միջանցքի։ Իսրայելի նախագահը հայտարարել է, որ այն ինչ որ Թրամփը հայտարարել է, սուտ է։ Իսրայելի նախագահը Թրամփին մեղադրում է ստախոսության մեջ։ Իսկ Թրամփը հայտարարել է, որ ինքը խոսել է Իսրայելի նախագահի հետ, որ վարչապետ Բենջամին Նետանյահուի ներման բանը իբր process-ի մեջ է, ներման նախագիծը։ Պատկերացնում եք, նախագահը հերքում ասում է, ես նման բան չեմ ասել Թրամփին եւ նման նախագիծ գոյություն չունի։ Նետանյահուն ոնց մեղադրվում էր կոռուպցիայի մեջ, ոնց ինքը հանցագործա, հələ ավելի հոկտեմբերի 7-ի հարձակման հետ կապված նոր փաստեր ի հայտ եկել, ամեն ինչ ակնհայտ է, որ հարձակումը կազմակերպված է եղել եւ եղել է հրաման չդիմադրել, չբան չանել, թողել որ ինչ ուզում են անեն, նույնիսկ դեպքեր կան, որոնց իսրայելցիներն են իրենց բնակիչների ռմբակոծել գնդակը արել։ Մի խոսքով լուրջ է Նետանյահուի վիճակը եւ նախագահը ասում է, ես նման բան չեմ ասել, Թրամփը ստախոս է ուղղակի։ Եվ այս պարագայում իրոք Նետանյահուին բան չի մնում անել, քան մտնել ավելի մեծ պատերազմի մեջ, նոր պատերազմի մեջ, որպեսզի բանը դատարան չհասնի։ Պրիմիտիվ է, պատկերացնում եք, ինչքան պրիմիտիվ է, որ մարդ իր կյանքը փրկելու համար պատրաստ է հազարավոր այլ կյանքեր խորտակել, մենակ ինքը բանտում չհայտնվի։ Սա Նետանյահուն է։ Ինչպես նաև Պուտինը նույնն է։ Սա ամանորի գիշերն է, ամանորի, մտնենք Հայաստանում։ Հայերը ուր են հայերը, ապեր հայերը ուր են, հայերը ուր են, հայերը ուր են, հայերը, ուր են հայերը, ուր են հայերը։ Քանի որ ես կարդացի, որ մարդիկ ոգևորված էին ձևավորման վրա, որ տեսեք ժողովուրդը ինչ ուրախ է, գոհ է իշխանություններից, որովհետև ինքը հրապարակում է, սա տեսանյութային մասին, որ ովքեր են գոհ, հնդիկները, պարսիկները, արաբները, չգիտեմ, ովքեր են պակիստանցիները, որոնք աշխատում են ապրում են Հայաստանում, կամ մի քիչ էլ ռուսներ, որոնք նոր տարին մեր նման ավանդական կանեչեն եւ իրենք միտեղ են տեսել լուսավոր երաժշտություն կարող են հավաքել։ Եվ ամենակարևորը ինչ վերաբերում է այդ շոուներին, դրոնային, այդ լուսավորման, ձևավորման։ Գիտեք, երբ որ ես նման ոգևորվածություն եմ լսում, ինձ հիշեցնում են իրենք այն մարդկանց, եւ իրենք էլ են այտենց, որոնք ամեն ինչ պարտքով են անում։ Ամեն ինչ։ Այսինքն շատ մեքենա պարտքով է, իրանը չի։ Տունը ապրում է պարտքով է, այդ իրանը չի։ Հա ու ինքն էլ չի դրա ոնց է տալու։ Ինքը անդադ պարտք ավելացնում իր վրա։ Ու ինքը մտածում է ինքը շատ խելոք բիզնեսմեն է, հա, որովհետև ցանկացած բան, որ պարտքով է, դա մի օր վերջանում է։ Որովհետև պարտքով չի նշանակում անվճար։ Եվ դրա փոխարեն այլ բան կա, որ երկրներ կան, որոնք իրոք թույլ են տալիս իրենց այդ հրավառությունը իրենց հաշվին։ Հասկանում եք, ես կհասկանայի այդ մարդկանց, երբ որ Հայաստանը դա աներ իր հաշվին, ասեր տես կառավարությունը արդյունավետ է աշխատել, ինքը այս հնարավորությունը ստեղծել է ու կիսվում է ժողովրդի հետ։ Ժողովուրդ ջան, ձեր հաշվին, ձեր համար պարտք ա վերցրել, այդ սալյուտները կրակեցին, դուք էլ փողը տալու եք։ Պլյուս մնացածի փողերը։ Պլյուս այդ ընթացքում, սա էլ իհարկե կառավարության սխեմա է, պատկերացնում եք, 1 միլիոն կրակեն, ինչքանն է իրանց ուղիղ քեշով նստում իրանց հաշիվների վրա։ Սա իրենք չեն անում, սա դուք եք անում, ձեր հաշվին է արվում։ Ոչ թե ձեր ստեղծած բարիքի հաշվին, սենց տենց անում ձեր հաշվի անում, հաշվին արվում, բայց չէ, դուք պարտք եք վերցրել։ Դուք ձեր ուրախության համար պարտք եք վերցրել, մի բանսեր տվել եք իրանց, որ դուք գնաք դրանցով ուրախանաք։ Դե, ո՞նց եմ ասում։ Սա երևի նորմալ է տրամաբանական են մարդկանց հետ, որ ասենք ոչ իման չունի, բայց որոշել է որ պետք է ասենք այդ օրը մի, չգիտեմ, իր հարսանեկին ասենք մի 100,000-ի սալյուտ խփի։ Այդ փողը չունի ինքը։
վարկա վերցնում ու սալյուտ խփի։ Իհարկե դες մարդկանց համար սա արդարացված է եւ այո, կարելի է ասել, որ կառավարությունը լավ աշխատում, լավ պարտք է վերցնում։ Յուրջ ջան, պարտ վերցնելու լավ աշխատելը ո՞րն է։ Լավ աշխատելը կլիներ, երբ որ դա ստեղծված բարիք լիներ, դա ձերը լիներ։ Եվ մտածեին, այսքան արել են քաղաքի համար, այսքանը վերանորոգել են, արեք մի քիչ էլ մեր ուրախության վրա ասենք։ Դա կլիներ աշխատանք եւ դրա վրա կարելի է ուրախանալ։ Բայց ոչ ճանապարհ, ոչ ինֆրաստրուկտուրան, ոչ մի բան։ Ձյունը տեսակ հատակի։ Ձյունը այդ սալյունները որ խփում է, այդ ձյունը չմաքրելու դիմաց է խփում։ Հա, որտեղ որ նայում ես մեքենաները падելով գալիս իրար են խփում։ Հիմա դրա վրա կարելի է ուրախանալ։ Խնդրեմ, ովքեր ուզում են դրա վրա ուրախանալ, թող ուրախանան։ Իմ համար սա ուրախություն չի։ Սա տկարամատություն է։ Որ մարդ չի հասկանում ինչի վրա կարելի է ուրախանալ, ինչ է արժևորել եւ ինչն է նվաճում իրական։ Ոնց կարելի է ասել, պարտքով խփած սալյուտը դա նվաճում է։ Ի վերջո, այդ սալյուտ խփողներն են սալյուտը խփում։ Դրոն թռցնողներն են դրոնը թռցնում։ Փողը դու ինչ ուզում ես անում։ Ձևավորողներն են ձևավորում։ Սա կառավարությունը կապ չունի։ Ինքը փողը լափողն է։ Ձեր հաշվի պարկ վերցնողն է, այդ պատվերը տվողն է։ Բայց եթե դուք շատ եք ուզում դրանով ոգևորվել, ես խնդիր չունեմ դրա հետ։ Ուզում լսենք մեր ընկերոջը, որպես հարմարավշաբան։ Դե մի վարչապետը թող իր ռոճիկ նիստո։ Ես էլ իմ բանը թոշակը տամ, հալա տենակի միամիս ապրի։ Դե մի վարչապետը թող Այո, սա հատուկ դրեցի ինչի համար, որովհետև երեք էլ խոսում էի կամ երկու օր առաջ։ Մեր հաշվանդամների, անետ կորածների, այն մարդկանց, ովքեր սոցիալական խոցելի խմբերում են, տարբեր ձևով, ու գրում են անդրադառնալով Փաշինյան Նիկոլի հայտարարությանը, որ 10,000 դրամ ինչ էր անելու նրանց։ Իրանք պետք է ասեն, որ հազարավորները, եթե ոչ հազարավորներն են իրոք վիրավորված այդ խոսքերից։ Որ մարդիկ, որ դերի փող չունեն։ Տարբեր ձև են արտահայտում, ասում են դե դեպքում եթե դա բան չի դառնում, բան չի, կյանքում փոփոխող չի, ոչ մի բան, արի դու իմ թոշակով ապրի, ես քո աշխատավարձով կլինի։ Շատ արդարացի ու ճիշտ բան է։ Շատ արդարացի ու ճիշտ բան է։ Ես կարծում եմ ցանկացած բանական մարդ կարող էր դրանից վիրավորվել եւ նման ձև արձագանքել դրան։ Առանց հայոյանքի, առանց բան, ուղղակի բացատրելու, եթե այդքան լավ բան է, արի դե իմ թոշակով ապրի, ես էլ քո աշխատավարձով կապրեմ։ Սա նշանակում է, որ ժողովուրդը անտարբեր չի իր ճակատագրի նկատմամբ, ինքը շատ լավ հասկանում է ինչի դիմաց է արվում եւ ինչի համար է արվում։ Եվ այս արդյունքները անպայման պետք է քաղվի։ Հունիսի կարծեմ 6-ին է թե երկա։ Չի ուզենամ հունիսի 6-ին մնալ ճիշտ ասած, հունիսի 6-ը Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Բայց կարծեմ հունիսի 6-ն է։ Ամեն դեպքում, տեսնենք, հունիսի սկզբին, ասենք։ Եվ հաղորդումը ուզում եմ վերջացնել, քանի որ 26 թվականի առաջի հաղորդումն է իմ սիրած հայմերով, վանեցոց հայրերով։ Հայ մեր երկրավոր, Սուրբ լա քո անուն, հային երկրավոր տուր արքայություն, ամեն բանի մեջ քո կամքը թող լա, միայն թե հայր լուծի տակ չի լա։ Ոչ չոր ոչ կակող հացդ մենք կուզենք, միայն տուր ամեն հայի ձեռը զենք։ Այս այն ինչ հայմը վանեցին ուզում աստուց։ Չենք խնդրիլ թողնել մեր անձանց պարտքը, թեք վերցուր թուրքի խայտարակ հարկը։ Գլորե մեզ Աստված մարտի փորձության, որ շուտ ազատվի ազգդ քո հայկյան։ Ես հենց այս տրամադրվածությամբ էլ սկսում եմ եւ առաջարկում եմ ձեզ սկսել 2026 թիվը։ Հանգիստ, ինքնավստահ, վճռական, կշռադատված, առանց ավելորդ էմոցիաների, որը իհարկե դժվար է լինելու ընթացքում, բայց մենք պետք է պահենք մեզ միշտ սթափ
սա վիճակով որքան հնարավոր է։ Ես առաջին ինքս իմ համար եմ ասում, էլի, որտեղ իմ մի կեսը գիտեք մաթեմատիկա, մյուս կեսը երաժիշտ, որ կարող է ուղղակի պայթի։ Այո, դժվար է լինելու, այո, երկար ճանապարհ ունենք, բայց այս հայրերը եւ մեր մեծերի ավանդը մեր որ սկսեցինք հաղորդումը եւ ամենակարևորը կաթողիկոսի Գարեգին երկրորդի մաղթանքը պետքա որ մեզ բերի sense ճիշտ վստահ ու միակ ճիշտ ճանապարհին դա ազգային պետություն ստեղծելն է սեփական ուժի վրա հենվելը եւ հավատարիմ մնալը սեփական տեսակին կրոնին արժեքների եկեղեցուն եւ պետությանը, պետականությանը, բայց ոչ այն պետականությանը, որ մեզ ուզում են իբր մատուցեն որպես պետականություն։ Որ ասեն, ձեր հայրենիքը ձեր պետականությունն է։ Մեկ էլ բարձրում մի օր մեր պետականությունը շորբուլախի սահմաններում է գծված։ Չէ։ Այսօրվա համար այսքանը կհանդիպենք վաղը, լավ։